Շուրջ 50 բարերար, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու նորոգումը։ Բոլորն էլ մարտունեցի են։ Ամիսներ առաջ որոշել են հանգանակություն անել եւ քաղաքապետարանի օժանդակությամբ ու սեփական ուժերով նորոգել Պապերից ժառանգած եկեղեցին։ Սուրբ Աստվածածինը քաղաքի միակ եկեղեցին է, որը տևական ժամանակ անմխիթար վիճակում էր, պատուհաններ չուներ, ծածկը վթարային էր։ Փոքրաթիվ հավատացյալների մասնակցությամբ, սակայն ծեսերն ու արարողություններն այստեղ շարունակվում էին։ Ուրախ եմ են մարտունեցու համարով, որ այդ ցուրտ եկեղեցում կնունք էր անում, ու ասում էր Տեր հայր, ստեղ է սա իմ եկեղեցին է եւ ստեղ իմ պապերն են աղոթե։ Ես ուրիշ ոչ մտեղ չեմ գնա։ Տեր Սիմոնը սպասավորում է տարածաշրջանի 7 գյուղում, կիսում է 7 գյուղի բնակչության հոգս եւ ուրախություն։ 2006 թվականին, երբ Տեր հայրը նշանակվում է Մարտունու հոգևոր հովիվ, բազմաթիվ խնդիրների առջև է կանգնում։ Ոչինչ հեշտ չէր տրվում, ասում է նա։ Եկեղեցի հաճախողների թիվը կարելի էր մատների վրա հաշվել։ Պետք է առանձնացնեն Փարսխային Գևորգ անունը։ Կոմունիստների ժամանակ ուզեցել են տարածքը վերցնեն, ինքը այնտեղ մի փոքր ցայտաղբուր կառուցել, որ այնտեղ դոմիկներ չտնեն։ Մարտունեցիները, որ տասնամյակներ շարունակ քահանա չէին տեսել, սկզբում գրկաբաց չեն ընդունում նրան։ Համայնքի վստահությանն արժանանալ հնարավոր եղավ միայն անտրտունջ աշխատանքի ու համբերության շնորհիվ, ասում է Տեր հայրը։ Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն նրա բակում պահպանված խաչքարերը թվագրվում են 11-ից 13-րդ դարեր։ 1886 թվականին Սուրբ Աստվածածին եկեղեցին վերակառուցել են հայ ընտանիքները, որոնք Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի բնակավայրերից Սևանի ավազան են գաղթել ու Մարտունիում հաստատվել 1830 թվականից։ Ժողովուրդը 1885-86 թվականներին 3 ռուբլի ընդամենը գումար են հավաքել, այն վաղվա այդ կուրսով բավականին բարձր հավաքին գումար եղել, այդ գումարով Ներգարյան Վարդան եղել, Երջանկը իշատակ, գերեզմանակարն էլ ստեղա, 1896 թվականին էլ մահացել է, ինքն է կազմակերպել, ժողովուրդը բոլորն էլ էր դրում ունեցել, մեկը մի կոպեկ, մեկը 5, չգիտեմ ինչքան, սկսել են վերակառուցել եկեղեցին։ Սովետական կարգերի հաստատումից հետո եկեղեցին պահեստի է վերածվում, քահանան տերաշոտը աքսորվում։ Եկեղեցին որպես պահեստ օգտագործվում է մինչև 1970-ականները։ Տասնամյակ անց գյուղի բնակիչներից Մոմճյան Ավետիքը սեփական նախաձեռնությամբ մասնակի նորոգում է այն։ Տեղադրում բետոնե սյուներ, ամրաններ, պանելային ծածկ, երկաթյա գմբեթ, օժանդակ կցակառույցներ։ Թեև նորոգումից հետո եկեղեցին կորցնում է պատմաճարտարապետական նախկին տեսքը, սակայն կանգուն է մնում։ Ըստ նոր նախագծի Սուրբ Աստվածածինը կվերստանա իր երբեմնի ճարտարապետական տեսքը։ Պատերը, որ կար մի մետր կես դենց բարձամբ, մենք նորից լրիվ քանդել ենք, քանի որ շատ անմխիթար վիճակում է, դրա վրա վերակառուցել չէր լինում, նորից տվել ենք պատերը շարել, բարձրացնել, կտուրը ամբողջ հովին փոխվել է։ Այժմ ընթանում են ներքին հարդարման աշխատանքները, Տարել Հակոբյանի միջոցներով կառուցվում է զանգակատունը։ Բարերարներից մեկի նախաձեռնությամբ գարնան ամիսներին տարածքը կանաչ պուրակի կվերածվի։ Մեքենաների համար կայանատեղ կկառուցվի։ Սուրբ Մարիամ Աստվածածին բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին շարունակում են գումար փոխանցել մարտունեցիներն ու բոլոր ցանկացողները։ Որ իմացանք, որ վերանորոգվում է մեր եկեղեցին, որոշել էինք ինչ-որ վերանորոգմանը, ինչ-որ ֆիզիկական օգնություն ցուցաբերեինք, երեխեքով օգնեինք, ինչ-որ փոխադրումներ կատարեինք բան, բայց հետո աշակերտական խորհուրդը, որ տեսանք, որ եղանակը արդեն վատ է, որոշեց աշակերտական խորհուրդը իր ցանկությամբ, որ նյութական ինչ-որ օգնություն, նյութական աջակցություն ցույց տանք եկեղեցուն, շատ ուրախ էինք, որ կարողանանք մենք Մարտուն Տիգրան Աբրահամյանի անվանավակ դպրոցն աշակերտներն էլ իրենց լուման ունենային վերանորոգման գործում։ Բարենորոգ եկեղեցում ծեսերի ու արարողությունների մասնակցելու մեծ ցանկությունը համախմբեց մարտունեցիներին։ Նույնիսկ ցրտաշունչ ձմեռը չկարողացավ կասեցնել շինաշխատանքների ընթացքը։ Շինարարները վառարան են դրել ցրտից պաշտպանվելու համար։ Մարտունեցիները որոշել են աշխատանքներն ավարտել մինչև Սուրբ Ծնունդ, որպեսզի այստեղ մասնակցեն ջրօրհնեքի արարողությանը։ Ու կուզենայի, որ ամեն մի մարտունոցը սրտացավանք լինես եկեղեցու համար, ամեն մեկը ոչ միայն մտնեին ման վառելու համար, այլ մասնակցեին ժամերգություններին, պատարակներին, կնքվեին, պսակվեին եւ այդ Աստծո ողորմություն իջացնենք Մարտունու վրա, մեր աշխարհի վրա, մեր համայն հայության վրա, բերի լույս եւ զորություն։ Մի բարերար առաջարկել էր ստանձնել եկեղեցու ամբողջ շինարարության ծախսը, մարտունեցիները սակայն չէին համաձայնել, պատճառաբանելով, որ Պապերից ժառանգած աղոթատան պահպանման ու խնամքի համար պատասխանատու է յուրաքանչյուր մարտունեցի։
Անուշ Առաքելյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։